Աղատելյան, այսինքն թեև լսվում է Բագրատ Գալստանյանի ձայնը, բայց դուք հերքում եք, ասում եք նա չի ասել։ Ես ասում եմ հետ կես առաջ, ինչ։ Չեմ հասկանում, որ դուք։ Ես չեմ մեկնաբանում, ծիծաղում եմ, ես չգիտեմ դա ձայնագրությունն է, ինչը։ Դուք անձամբ լսել եք Բագրատ Գալստանյանի ձայնը այդտեղ։ Ձայնագրության մեջ լսել եք։ Ես ձայնագրությունը երկու կտոր լսել ենք, ծիծաղել ենք, անցել ենք առաջ, ես էլ ասում եմ, հիմա ձեզ հարց եմ տալի, Բագրատ Սրբազանը այդպես բան է ասել։ Այո, նրա Ես էլ ասում եմ չի ասել։ Ես էլ ասում եմ չի ասել։ Որ լավ լսեք, հասկանաք, որ դա իր ձայնը չի, ինչ որ մեկն ասի։ Որ չեք լսել, ինչ գիտեք։ Բայց նոր ասեցի, հիմա չէ, արդեն չեղավ, լուրջ։ Երկու բան եմ լսել։ Կոնկրետ այդ Ինչև է ասեցի, որ լսել ենք, ծիծաղել ենք, հարցնում եմ, ով ասել, ես պնդում եմ հիմա էլ, որ ինքը նման բան չի ասել, հետո մեկնաբանություն եղավ, չգիտեմ ով ասել, ավելի։ Այս ձեռքակալությունը, այս գործընթացը, եթե Բագրատ Սրբազանին հավանաբար կառանավորեն երելով նույնիսկ դատում, կարող է այս պայքարի ալիքին նոր թափահորտել, թե հակառակը կարող է ընկճել շատերին։ Չի կարող ընկճել, ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ չընկճվի, իհարկե մեր մարզային պատասխանատուներին տարբեր ակտիվների հետ օջախների վրա են հարձակվել, հենց այդ նպատակով, որպեսզի ճնշեն, թուլացնեն եւ ձախողեն առաջկա process-ները։ Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ նման բան տեղի չունենա։ Մենք այն process-ները, որ դուք կտեսնեք։ Ես այս պահին այս իրավիճակում այսօր մի քանի գրառում տեսել եմ, չեմ ուզում էլի դրան անդրադառնամ, այսինքն լուրջ եմ ասում էլի, հիմա իմ դուրը չի գալի, երբ որ Հայաստան խմբակցության հայտարարության անմիջապես արձագանքում Արսեն Թորոսյանը ու ինչ որ իմպիչմենտի հեղինակներ։ Այդ խոսել ենք, այդ թեման ինչ ասելիք կա, ասել եմ, այս ֆոնի վրա ճիշտ չի դա օգտագործել։ Չէ, գործընթացներին անդրադառնալով, այսինքն փողոցի գեներացիայի մասին էլ է ենթադրվում, որ Դա էլ անաղուազդուս է կարել։ Իմը չի մտցրել եմ, քեզ էլ պատմել եմ, գիտես ոնց է եղել։ Ինչ։ Փողոց գեներացնելու մասին էլ կլինի գործընթաց։ Փողոց է գեներացվելու, ինչ է պլանավորվում հետագա process-ներում։ Ես կարող եմ ընդհանրապես մի բան ասել, որ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու։ Այն մնացած հարցը, այն ով է ձեզ այդ մասին ասել։ Երկու օկիտես գրում են, դուք էլ այդ հարցից տալիս եք։ Ես լսել եք այսքան ժամանակ ես ասեմ, մենք սպասում ենք 26 թվականի ընտրություններին։ Իմիջայլոց թեմայից չեմ ուզում շեղվել, բայց ովքեր 26 թվականի ընտրություններին այդքան դեմ են խոսում, մի հատ էլ ուշադիր եղեք։ Իրանք են ամենաշատ այդ 26 թվից խոսում։ Ես չեմ խոսում, իմ թիմակիցները չեն խոսում։ Իրանք են սաղուրը 26 թվից խոսում։ 26 թվականի ընտրություններին սպասելու։ Այդ չսպասողներին ասեք շուտ հելեք փողոց, արա ում եք սպասում։ Բա դուք ինչու դուք։ Այսինքն մեզ բռնում են, ուրախանում եք։ Ես որ դուրս գալու եղանք, կլնելու ենք, որը մեկին չենք հարցնելու։ Հենց ասեցինք դուրս են գալի, կլսեք այդ մասը։ Կարող է ձեզ սպասում, Ոնց է, ես ասում եմ գաղափարը մեզնից, մնացածը ձեզնից։ Սարասարեն եւ ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում է լինի, ինչ գործողություն որ պիտի անեն դիմադիրների։ Ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում են անել դիմադիրների։ Առաջինը դաշնակցականների տուն են այցելում եւ առաջինը դաշնակցության գրասենյակ։ Նորմալ է, բաում այցել էին։ Պարտիոք դի դաշնակցությունից վախենան, բաումից վախենան։ Անուն է ուզում տայի։ Նորմալ է, այսինքն մենք էլ սովոր ենք, իմիջիալոցության ժամանակ մենք սկսում ենք շատ արդյունավետ աշխատել, դա էլ ասեմ, մենք որ հարձակվում են, դա մեր բանն է, մեր մեխանիզմը ավելի լավ է աշխատում, մենք սովորական պայմաններում ենք դժվար աշխատում։ Կուսակցություններից քանի հոգու են տարել, քանիսի տուն են մտել, մենք տեսանք, որ բավական են, նոյեմբերյանի մեր ընկերոջ պատասխանատուի Վարաստատի, Հրազդանի, Արտաշես Հունանյանի, Աբովյանում, Վարդան Ավագյանից, Իգոր Սարգսյանը քիչ հետո դատը կսկսվի, որ դաշնակցության գերագույն մարմնի անդամը, այսինքն նորմալ հիմնականում տեղի պատասխանատուների նորմալ է, մենք սովոր ենք սենց իրավիճակում։ Կառանավորեն բոլորին։ Տեսեք, այն ինչ հիստերիան, որ հիմա տեսնում ենք, ու այս դատավորը Սրբազանին, որ դատում է, քիչ առաջ տեսել եք այդ դատավորի մասից Մելքոնյանի կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկել։ Դատապարտելով, զուգահեռներ անցկացնելով հոկտեմբերի 27 մարտին ենթադրում ենք, որ այս կամակատար այս դատական համակարգով այո, փորձելու են մաքսիմում տանել կալանքի մարդկանց։